Ողջույն սիրելի հետևորդներ, ԱՄՆ գլխավոր լուրերի այս թողարկմանը դիտեք։ ICE և Թենեսիի ճանապարհին ոստիկանության համատեղ գործողության արդյունքում ձերբակալվել է 103 անձ։ Նյույորքի քաղաքապետ Ռաս Բարակային ազատ են արձակել, ձերբակալվել էր ICE կալանավայրի տարածքում։ Լոս Անջելեսում գիշերը սեփական տանից առևանգել են մի տղամարդու, իսկ առավոտյան նրան բաց են թողել 30 կիլոմետր հեռու բենզալացակայանում։ Հնդկաստանն ու Պակիստանը համաձայնել են լիակատար հրադադարի ԱՄՆ-ի նախագահի միջնորդությամբ։ Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Լեհաստանը պայմանավորվել են մայիսի 12-ից սկսվող 30-օրյա հրադադարի մասին առանց որևէ նախապայմանների։ Ժնևում մեկնարկել են ԱՄՆ-Չինաստան բարձր մակարդակի առևտրային բանակցությունները։ Թենեսիում տեղի է ունեցել 4.1 մագնիտուդով երկրաշարժ, որը զգացվել է մինչև Ատլանտա։ Բիգ Բերում հունիսի 7-ից 8-ը կանցկացվի ամենամյա ձկնորսության մրցույթ։ Այս եւ այլ լուրերի մանրամասները հաջորդիվ։ Սակայն մինչև այդ անչափ կարևոր է ոչ միայն դիտել եւ տեղեկացված լինել, այլև փոխադարձ աջակցություն ցուցաբերել։ Այսպիսով ամեն դիտումի դիմաց ակնկալում ենք նաեւ 1 լայք, ինչի համար նախապես շնորհակալ ենք։ Եվ այսպես, ներգաղթի դաշնային ծառայությունների և Թենեսիի ճանապարհային ոստիկանության համատեղ գործողության արդյունքում ավելի քան 100 մարդ է բերման ենթարկվել, ինչն անհանգստության ալիք է առաջացրել Նեշվիլի ներգաղթյալ համայնքում։ Թենեսիի ճանապարհային ոստիկանությունը հայտնել է, որ իրականացվել է 588 ճանապարհային կանգ, որոնցից 103-ի դեպքում մարդիկ փոխանցվել են ICE հսկողությանը ներգաղթային խախտումների կասկածանքով։ Ոստիկանությունը նշել է, որ գործողության արդյունքում հայտնաբերվել են նաև ապօրինի թմրանյութեր և զենքեր, ինչը, ըստ պաշտոնյաների, նպաստել է Թենեսիի անվտանգության բարձրացմանը։ Մինչդեռ Նեշվիլի քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ չեն ներգրավել այս գործողություններում և քննադատել են ձերբակալությունները։ Քաղաքի իրավաբանական բաժնի ղեկավար Ուոլի Դիցը նշել է, որ գործողությունները սկսվել են առանց որևէ նախնական զգուշացման։ Ճանապարհային ոստիկանությունն էլ իր հերթին պնդում է, որ կանգառներն իրականացվել են բացառապես վարորդների վարքագծի հիման վրա և որ չեն թիրախավորել որևէ մեկին ըստ ինքնության։ Սակայն ներգաղթյալների իրավունքների պաշտպանները պնդում են, որ հատուկ գործողությունները հիմնականում իրականացվել է այն թաղամասերում, որտեղ բնակչության մեծամասնությունը ներգաղթյալներ են։ Նեշվիլի տարածքի մոտ 2 միլիոն բնակչության 9%-ը ներգաղթյալներ են, հիմնականում Մեքսիկայից և Հոնդուրասից։ Քաղաքում ապրում են նաև մեծ քրդական համայնք և փախստականներ Սուդանից, Մյանմայից և այլ երկրներից։ Լոս Անջելեսի ոստիկանությունը հաղորդել է, որ մի տղամարդու են գիշերը առևանգել տանից, ապա առավոտյան վաղ ժամին իջեցրել Մոնտրոս թաղամասի բենզալացակայանում։ Ոստիկանության աշխատակից Այզենմանի փոխանցմամբ դեպքը տեղի է ունեցել Վիքար փողոցում։ Քննության նախնական տվյալներով 4 իսպանախոս տղամարդ են մտել տուն, հնարավոր է զինված, եւ առևանգել են տանտիրոջը։ Մոտ 22 մղոն հեռավորության վրա գտնվող Վերդուգո բուլվարի բենզալացակայանում նրան ազատ են արձակել։ Տուժողը դիմել է բենզալացակայանի աշխատակցին օգնության համար եւ զանգահարել 911։ Նա ֆիզիկապես չի տուժել։ Առևանգման դեպքի մասին տարածվել է տեղեկատվություն ոստիկանության բոլոր ստորաբաժանումներում, սակայն կասկածյալները դեռևս փախուստի մեջ են։ Նյույորքի քաղաքապետ Ռաս Բարական հերքել է մեղադրանքները, թե ներխուժել են նոր բացված դաշնային ներգաղթային կալանավայր այն միջադեպի ժամանակ, որի արդյունքում նա ձերբակալվել է։ Բարական, որն ամբողջ շաբաթ բողոքի ցույցեր էր կազմակերպում Դելանի Հոլ կալանավայրի բացման դեմ, ձերբակալվել է 3, ապա ազատ արձակվել ուշ երեկոյան։ Նա մեղադրվում է առանց թույլատվության տարածք մուտք գործելու և դաշնային կարգադրություններին չհնազանդվելու մեջ։ Բարական հայտարարել է, որ իրեն հրավիրել էին մասնակցելու մամուլի ասուլիսի և ինքը երբեք չի ներխուժել տարածք։ Դեպքի տեսագրություններն էլ ցույց են տալիս, որ Բարական ձերբակալվել է, երբ հաստատության տարածքից դուրս էր և կանգնած էր դարպասի հասարակական կողմում։ Դեպքը առաջացրել է մեծ արձագանք Նյու Ջերսիում, հատկապես դառնալով հերթական հակասության կետը դաշնային ներգաղթային քաղաքականության և տեղական ինքնակառավարման մարմինների միջև։ Միջազգային զարգացումներից միջուկային զինանոց ունեցող Հնդկաստանն ու Պակիստանը համաձայնել են լիակատար և անհապաղ հրադադարի, ինչպես հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր True Social հարթակում այսօր առավոտյան։ Թրամփը նշել է, որ համաձայնությունը ձեռք է բերվել ԱՄՆ միջնորդած երկար գիշերային բանակցությունների արդյունքում։ Շնորհավորում եմ երկու երկրներին բանականություն և խելացիություն ցուցաբերելու համար։ Շնորհակալություն ուշադրության համար, գրել է Թրամփը։
Սակայն հրադադարի մասին հայտարարությունից ժամեր անց պայթյուններ են գրանցվել հնդկական Քաշմիրի քաղաքներում, Սրինագարում եւ Ջամուում, որտեղ վերջին 4 օրերին ընթանում էին ամենալարված բախումները։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն է մի շարք հեռախոսազրույցներ ունեցել Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի եւ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ, կոչ անելով նվազեցնել լարվածությունը։ Պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ փոխնախագահ Վենսն էլ հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, որի ժամանակ ներկայացրել է ապաէսկալացիայի հնարավոր տարբերակները։ Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ Լեհաստանը այսօր Կիևում պայմանավորվել են մայիսի 12-ից սկսվող 30-օրյա լիակատար հրադադարի մասին առանց որևէ նախապայմանների։ Նրանց աջակցել է նաեւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, որը հեռախոսազրույց է ունեցել համաժողովին մասնակցող առաջնորդների հետ, ընթացքում սպառնալով Վլադիմիր Պուտինին չհամաձայնվելու դեպքում նոր զանգվածային պատժամիջոցներով։ Կիևում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը եւ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը այցելել են անկախության հրապարակում գտնվող զոհված ուկրաինացի զինվորների հուշարձան։ Նախորդ շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էր հայտարարել մայիսի 8-ից 10 երրորդյա հրադադարի մասին երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի առիթով։ Այժմ բոլոր հայացքներն ուղղված են Կրեմլին, դիտարկելու թե արդյոք Ռուսաստանը կվերահաստատի իր պատրաստակամությունը դեպի դիվանագիտական լուծում տանող ճանապարհին։ Ժնևում Միացյալ Նահանգները եւ Չինաստանը սկսել են բարձր մակարդակի առևտրային բանակցություններ, նպատակ ունենալով մեղմելու երկու երկրների միջև սրված առևտրային պատերազմը, որն արդեն խաթարել է գլոբալ մատակարարման շղթաները։ Չինաստանի փոխվարչապետ Հու Ռունը հանդիպել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սկոտ Բեսենթի հետ։ Այս բանակցությունները տեղի են ունենում այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ ամսվա ընթացքում մաքսատուրք է սահմանել մի շարք երկրների վրա, այդ թվում Չինաստանի նկատմամբ, հասցնելով այն մինչև 145%-ի։ Թրամփն այս շաբաթ առաջարկել էր փոխարենը սահմանել 80% մաքսատուրք որպես նոր տարբերակ։ Միացյալ Նահանգների նպատակն է կրճատել առևտրային պակասուրդը եւ Չինաստանին խրախուսել ավելի շատ սպառել։ Պեկինը հակադարձել է, մեղադրելով Վաշինգտոնին ճնշման փորձերի համար եւ շեշտել է, որ չի պատրաստվում հանձնվել արտաքին ճնշումներին։ Չինաստանի պահանջն է նվազեցնել մաքսատուրքերը, հստակեցնել, թե ինչ ապրանքներ պետք է ավելի շատ ներկրվեն Միացյալ Նահանգներից եւ ակնկալել համահավասար վերաբերմունք միջազգային հարթակներում։ Թեև կողմերի միջև անվստահությունն աճում է եւ կողմերից ոչ մեկը չի ցանկանում թույլ երևալ, բանակցությունների վերսկսումը արդեն իսկ դրական նշան է համարվում։ Փորձագետները զգուշացնում են, որ տեսանելի առաջընթաց ակնկալելը դեռևս շուտ է։ Չինաստանն ակնկալում է ստանալ այնպիսի ժամանակավոր բացառություններ, ինչպիսին Վաշինգտոնը տրամադրել է այլ երկրների։ Վերադառնանք Միացյալ Նահանգներ։ Թենեսիում առավոտյան տեղի է ունեցել 4.1 մագնիտուդով երկրաշարժ, որը զգացվել է մինչև Ատլանտա։ Թեև զոհերի կամ մեծ վնասների մասին չեն հաղորդվել, USGS-ը զգուշացրել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում 4 մագնիտուդ կամ ավելի ուժեղ հետցնցման հավանականությունը 5% է։ Վկաները նշել են, որ իրենց տները մի քանի վայրկյան շարժվել են։ USGS-ի տվյալներով վնասները սովորաբար լինում են միայն 4-ից 5 մագնիտուդից բարձր երկրաշարժների դեպքում, կախված նաև շինությունների որակից եւ տարածքի երկրաբանական կառուցվածքից։ 1950-ից ի վեր այս շրջակայքում գրանցվել է 15 երկրաշարժ, 4 մագնիտուդից բարձր, իսկ ամենաուժեղը 4.7 մագնիտուդով տեղի է ունեցել 1973 թվականի նոյեմբերին Նոքսվիլի մոտակայքում։ Բիգ Բեր Լեյքում հունիսի 7-ին եւ 8-ին անցկացվելու է ամենամյա ձկնորսական մրցույթ։ Նախապես լճում բաց է թողնվելու 5 մակնշված իշխան, որից յուրաքանչյուրին որսալու դեպքում սահմանված է $10,000 պարգևավճար։ Բացի այդ լճում կլինեն բազմաթիվ այլ նշված ձկներ ցածր մրցանակային ֆոնդերով։ Միջոցառման կազմակերպիչ Visit Big Bear-ի ղեկավար Թրևիս Սկոթը նշել է, որ նպատակն է, որպեսզի այս տարի բոլոր 5 նշված ձկները որսվեն։ Նրա խոսքով անհրաժեշտ է միայն համապատասխան ձկնորսական սարքավորում, խայծ, համբերություն եւ մի փոքր էլ հաջողություն։ Մասնակցության տոմսերը սկսվում են $80 մեծահասակների եւ $30 երեխաների համար։ Կան զեղչեր նաև հյուրանոցային ամրագրումների դեպքում։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունիսի 8-ին Մարինա Ռիվիերա հյուրանոցում։ Նախատեսվում է նաև ռաֆլ, հազարավոր դոլարների արժողությամբ ձկնորսական պարագաների խաղարկությամբ։ ԱՄՆ գլխավոր լուրերի այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, ձեզ խաղաղ կիրակի եմ մաղթում, կհանդիպենք երկուշաբթի։ Շնորհակալ եմ ուշադրության համար։